Ռեջեփ Թայիփ Էրդողանը գոհ է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի առաջընթացից, իսկ Միացյալ Նահանգների պետքարտուղարը պնդում է կանխել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սարսափելի հետևանքներով պատերազմը։ Սա առողջապահական համակարգի սև ուրբաթը չէ, վարչապետը այսօր կառավարության տարվա վերջին նիստին անդրադարձել է հունվարից ուժի մեջ մտնող առողջապահական համընդհանուր ապահովագրությանը։ Նա կոչ է արել 26 թվականի հունվարի 1-ից հիվանդանոցները չգրոհել։ Կառավարությունը առաջարկում է փոխել մայրաթորին հող տրամադրելու կարգավորումը։ Միաժամանակ կառավարությունը որոշում է ընդունել շողակաթ հեռուստաընկերությունը հունվարի 1-ից այլևս չի գործի։ Դիանա Գասպարյանի եւ ընտանիքի անդամների գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, ինչ է սպասվում վաղ շաբաթ համայնքի նախկին ղեկավարին։ Բարև ձեզ, դուք դիտում եք առաջին լրատվական, այսօր դեկտեմբերի 25-ն է, 5 շաբթի։ Ես Սիրանույս Շապյանն եմ, ուղիղ եթերում քննարկում ենք անցնող ժամերի ամենակարևոր իրադարձությունները։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն ամփոփելով 25 թվականին Վաշինգտոնի ձեռք բերված հաջողությունները վարկել է այն կոնֆլիկտները, որոնք լուծվել են նահանգների միջնորդությամբ։ Դրանց թվում է նա հիշատակել Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտությունը, ասելով, որ կարող էր պատերազմ սկսվել սարսափելի հետևանքներով։ Միացյալ Նահանգները, սակայն, ինչպես նշել է պետքարտուղարը, կարգավորեց այս հակամարտությունը եւս։ Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Միացյալ Նահանգների, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները համատեղ հռչակագիր ստորագրեցին, որի կետերի մեկն էլ ապաշրջափակման մասին է։ Երևանն ու Բաքուն վերահաստատել են ներպետական երկկողմ ու միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը, հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության հարգման վրա, նախաստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Իդեպ այս համատեքստում հատկանշական է, որ 26 թվականի հունվար-փետրվարին Հայաստանի այցելելու ԱՄՆ մեծ պատվիրակություն բարձրաստիճան պաշտոնյայի առաջնորդությամբ ըստ ամենայնի ներկա գտնվելով թրիփի հիմնարկեքին։ Այս պահին ԱՄՆ հատուկ ծառայությունները Երևանում աշխատում են այդ պաշտոնյայի այցի անվտանգության ապահովման ու տեխնիկական հարցերի վրա։ Սա նշանակում է, որ Վաշինգտոնը ոչ միայն հայտարարում է, այլ արագ անցնում է օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների գործարկմանը։ Այս նույն տեմպը չափելի արդյունքներով պետք է լինի նաև հայկական կողմից։ Այսպիսի մասշտաբային այցերը նշանավոր են դարձնում ոչ թե պրոտոկոլային միջոցառումներն ու լուսանկարները, այլ այն կոնկրետ առաջարկները, կարճաժամկետ ու միջնաժամկետ ռազմավարական փաթեթը, որով Հայաստանը պետք է հանդես գա հենց այդ այցի առաջին օրը, ներդրումային հստակ նախագծեր թրիփի ենթակառուցվածքների ու սպասարկող տնտեսության զարգացման համար, սահմանային ու մաքսային կարողությունների արագ արդիականացում, հակամաքսանենգ համակարգեր, թվայնացում, կիբեր պաշտպանություն, իրավական երաշխիքներ, թափանցիկ պայմանագրեր, անկախ վերահսկողություն, ռիսկերի կանխարգելում եւ ամենակարևորը գործնական մոդել, որտեղ Հայաստանը շահում է անվտանգությամբ, աշխատատեղերով ու ինքնիշխանությամբ։ Ամերիկյան ներգրավվածությունը հնարավորություն է Հայաստանը դարձնելու կապի, վստահության ու անվտանգության հանգույց, բայց այդ հնարավորությունը չի ստացվում։ Այն պատրաստում են կարգապահությամբ, պրոֆեսիոնալիզմով ու պետության շահը պաշտպանող կոնկրետությամբ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ադրբեջանցի պաշտոնակցի Իլհամ Ալիևի հետ զրույցում գոհունակություն է հայտնել Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացի կապակցությամբ։ Էրդողանը ընդգծել է Անկարայի աջակցությունը այդ գործընթացին։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահը նշել էր, որ առաջ է մղում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը Ադրբեջանի հետ համակարգված ու երկխոսության միջոցով։ Էրդողանը հայտարարել է, որ 26 թվականի սահմանի բացման խորհրդանշական քայլեր է անելու, իսկ Թուրքիայի խոշորագույն Turkish Airlines ազգային ավիափոխադրողը 26 թվականի մարտի 11-ից կսկսի չվերթներ իրականացնել Ստամբուլ, Երևան, Ստամբուլ երթուղով, հայտնել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնաց Սերդար Քլչը։ Նա սա որակել է եւս մեկ քայլ առաջ, չվերթները կլինեն ամենօրյա։ Ալիևին շնորհավորել է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, երկու կողմերը վերահաստատեցին իրենց փոխադարձ հանձնառությունը համապարփակ կերպով ամրապնդելու ռուս-ադրբեջանական դաշնակցային հարաբերություններն ու համաձայնեցին շարունակել
ուղարկել անձնական շփումները, ասվում է Կրեմլի հայտարարության մեջ։ Այս հայ-թուրքական հարաբերություններին այսօր անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։ Նա մասնավորապես անդրադարձել է Էրդողանի այն հայտարարությանը, թե Հայաստանն ու Թուրքիան 26 թվականի սկզբին որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկեն։ Ես ողջունում եմ այդ պատրաստակամությունը, ես ձեզ անկեղծ ասեմ, մեր երկկողմ երկխոսության մակարդակով արդեն հասունացել է այն պահը, երբ որ ինչ-որ սիմվոլիկ եւ նույնիսկ ոչ սիմվոլիկ ավելի լայն եւ կոնկրետ քայլեր պետք է տեղի ունենան եւ ես հույս ունեմ, որ այդ քայլերը տեղի կունենան Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են եւ մենք այո ցանկություն ունենք նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրել։ Իդեպ տարեդարձին Ալիևը շտապել է Արցախ, հանդես եկել արդեն քանիցս հերքված պնդումներով։ Եթե Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառվեին, ապա Երևանը շատ ավելի վաղ կդադարեցներ օկուպացիան։ Աղդամում հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ Այդ փոքր ոչ այնքան հարուստ երկրի հանդեպ, սակայն այդպես էլ պատժամիջոցներ չկիրառվեցին։ Ավելին որոշ երկրներ Հայաստանին միլիոնավոր, միլիարդավոր դոլարների անվճար զենք էին տրամադրում, հայտարարել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահի պնդման փակամարտության ողջ ընթացքում միջազգային կառույցները ճիշտ որոշումներ էին կայացնում, սակայն որևէ քայլ չէին ձեռնարկում դրանք կյանքի կոչելու համար։ Հետո Ալիևը կնոջ Մեհրիբան Ալիևայի հետ Ստեփանակերտում հաղթանակի զբոսայգի են բացել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ զբոսայգու մուտքից դեպի հաղթական կամար 44 աստիճան է շարված, որոնք խորհրդանշում են 20 թվականի պատերազմի օրերը, բացի այդ տեղադրվել է հատուկ հուշատախտակ, որը պատմում է պատերազմի ընթացքի մասին, այդ թվում մատնանշում ազատագրված բնակավայրերի անուններ, ինչպես նաև Ղարաբաղի դեմ 23 թվականին ձեռնարկված ռազմական գործողության մանրամասները։ Կառավարության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին, նա մասնավորապես անդրադարձել է հարցին, թե ինչու է ձախողվել կապսի ջրամբարի կառուցումը եւ թե ինչու չի կատարել խոստումը։ Մրցույթային ընթացակարգերը իրականացվել էին միջազգային գործընկերների հաստատած ընթացակարգով եւ նրանց կողմից խոշոր կապիտալ ծրագրերը այդպիսին են, իրենք աշխարհի բոլոր երկրներում լինում են դեպքեր, երբ որ ծրագրերը չեն իրականացվում իրենց ժամկետներում, պիտի արձանագրենք, որ սա այն դեպքերից է, որ կառավարությունը չկա այդպիսի բան, որ պիտի աներ, որ ծրագիրը հաջողությամբ ընթանար ու չի արել, կան պատճառներ, տվյալ դեպքում մեր կապալառու գործընկերը պարզապես իր պայմանագրային պարտավորությունը չի կատարել եւ նրա այդ պայմանագիրը խզվել է, կփնտրենք նոր գործընկեր, ով ծրագիրը կիրականացնի։ Բայց ձեր խոստումը չի կատարվել։ Չէ, չի կատարվել, այո, չի կատարվել, որովհետեւ նաեւ կապալառու ընկերությունը, ով մրցույթում հաղթել է, ինքը իր խոստումը չի կատարել, այսինքն իմ խոստումը այսպես թե այնպես կկատարվի, իսկ իրենց խոստումը չի կատարվի։ Իմ խոստումը այսպես թե այնպես կկատարվի։ Այսինքն մենք ունենանք կապսի ջրամբարը, ինչպես ունեցանք Վեդի ջրամբարը եւ ելի ուրիշ ջրամբարներ, հիմա դրանք էլ մեծ բազմամիլիարդ կապիտալ ներդրումների ռիսկերն են, որոնք մենք պետք է ընդհանրապես կառավարենք։ Ես նաեւ սա նկատի ունեմ, երբ որ ասում եմ, որ մենք պետք է սովորենք, ասելով չի, որ մենք ենթադրենք մի քանի հազար տարվա շինարար ազգ ենք։ Պրոբլեմներ կան, որոնք պետք է սովորենք, թե ինչպես լուծել եւ պիտի սովորենք ինչպես անել, որ այդ պրոբլեմները չառաջանան։ Այնուամենայնիվ վարչապետը նշել է, որ ի վերջո ջրամբար կառուցելը պետք է դառնա սովորական բան, որ նման իրավիճակներ չունենանք եւ այն իրականություն կդառնա։ Եվ այս պահին զրուցելու եմ քաղաքագետ, հայկական խորհրդի ասոցիացված փորձագետ Էդգար Վարդանյանի հետ։ Պարոն Վարդանյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Եվ այսպես, պարոն Վարդանյան, սկսենք Ռուբիոյի հայտարարությունից, պետքարտուղարը պնդում է, կանխել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սարսափելի հետևանքներով պատերազմը, եւ գիտեք, միաժամանակ մի քանի հայտարարություններ կային այս օրերին, Ռեջեփ Թայիփ Էրդողանն է խոսել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի առաջընթացից, վերջերս էլ մենք հիշում ենք, որ ըստ էության նա խոսեց 26 թվականին հայ-թուրքական հարաբերությունների այսպես հարցում ուրեմն լրջագույն առաջընթացի մասին 26-ին սպասվելիք, ընդհանուր առմամբ ինչ է կատարվում եւ Միացյալ Նահանգների դերակատարումը այս ամբողջ գործընթացների վրա ինչպես է գնահատում։ Ի վերջո
ինչ պատերազմի մասին է ակնարկում Ռուբիոն, հաշվի առնելով, որ օգոստոսի 8-ից առաջ էլ կարծես թե խոսում էին այն մասին, որ չկան այդպիսի որևէ, այսպես ասած, մտահոգություններ, վտանգներ եւ այլն, համեցեք։ Գիտեք, սա իհարկե շատ երկար խոսակցության թեմա է, բայց եթե հնարավորինս փորձեմ կարճ, հետեւյալը պետք է նշեմ, որ տարվա սկզբին մենք այլ տեսակի ռետորաբանություն էինք լսում Բաքվից եւ կարելի ասել, որ որոշ առումներով այդ ռետորաբանությունը բավականին մտահոգիչ էր։ Եվ նաև կային խոսակցություններ, այսպես ասած, օդում կախված լուրեր առայն, որ որոշակի հնարավոր է էսկալացիա լինի, եւ այս ամենը ըստ էության կարելի է ասել չեզոքացվել է Միացյալ Նահանգների մասնակցության եւ իհարկե Հայաստանի Հանրապետության, այսպես ասած, դիվանագիտական աշխատանքի շնորհիվ եւ նաեւ կարծում եմ, որ հնարավոր է եղել գտնել ինչ-որ ընդհանուր շահերի, այսպես ասենք, հատման կետեր եւ Բաքուն, պաշտոնական Բաքուն եկել է այն համոզման, որ իր համար ավելի շահեկան է ունենալ նորմալ հարաբերություններ Հայաստանի հետ, առնվազն այսպես գնալ խաղաղության պայմանագրի նախաստորագրման ճանապարհով եւ նաեւ կարծում եմ, որ այստեղ բնականաբար շատ լուրջ դեր է խաղացել այն, որ հավանաբար պաշտոնական Բաքուն եկել է այն համոզման, որ ինքը, այսպես ասենք, ինչպես ասում են, հավելյալ կալորիաներ է ստանալու այդ պայմանագրի կնքման կամ նախաստորագրման արդյունքում եւ հնարավորինս, այսպես ասենք, իր դիրքերը նաև պետք է հաշվի առնենք այստեղ այն հանգամանքը, որ երբ որ խոսում ենք պաշտոնական Բաքվի մասին, առաջի հերթին այստեղ իհարկե պետք է հասկանանք հենց Ալիևին, հենց Ալիևի այսպես ամենամերձավոր շրջապատին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը այսպես կենտրոնաձիգ համակարգ ունի, ավտորիտար համակարգ ունի եւ այլն, եւ այս առումով կարծում եմ, որ շատ այսպես կարևոր է նաև հետևյալը նշել, որ Ալիևը ամենայն հավանականությամբ հասկացել է, որ հենց իր անձնական սեփական իշխանությունը ամրապնդելու տեսակետից շահեկան է գնալ փոխհամաձայնությունների ճանապարհով, խաղաղության ճանապարհով։ Այսինքն այս դեպքում կարծում եմ, որ նաև Ալիևը հասկացել է, որ իր համար լինելու են, այսպես ասենք, նոր պրոյեկտներ, նոր նաև ինչ որտեղ կամ գրանտների ձևով, կամ այսպես ասած վարկերի ձևով, ներդրումների տարատեսակ ներդրումներ, այսպես ասենք, եւ այս ամեն ինչի արդյունքում, ինչպես արդեն նշեցի, իր սեփական դիրքերը նա ամրապնդելու մեծ ուրեմն հնարավորություններ է ձեռք բերելու, հա։ Իհարկե, այստեղ պետք է նաեւ հետեւյալը նշենք, որ անկախ ամեն ինչից նաև Միացյալ Նահանգները որպես, այսպես ասենք, հա, այս հարցում, չգիտեմ, միջնորդ, վկա եւ այլն, փորձելու են հնարավորինս նաև այնպիսի իրավիճակ նկարագրել, որը կհամոզի մարդկանց, որ այ տեսեք այս իրավիճակից փրկել է Միացյալ Նահանգները։ Այս հանգամանքն էլ պետք է հաշվի առնել, հա։ Այսինքն, եթե նույնիսկ այդպես եղել են որոշակի մտավախություններ, որոշակի այսպես լուրեր, այո, մենք տեսել ենք բավականին այսպես էսկալացիոն նաև ռետորաբանություն Բաքվի կողմից, բայց կարծում եմ, որ Միացյալ Նահանգները նաև այսօր կարող են այդ ամեն ինչը ել ավելի վառ գույներով ներկայացնել, այսպես ասենք, որպեսզի ավելի հստակ նաև ընդգծվի Միացյալ Նահանգների այդ խաղաղարար դերը եւ անձամբ ուրեմն պարոն Թրամփի նաև վաստակ այս առումով, որ բոլորը շատ այսպես բարձր գնահատեն, որ այ տեսեք մենք ինչ բանից փրկեցինք, հա, տարածաշրջանը ինչ պայթունից փրկեցինք եւ այլն եւ այլն։ Այսինքն այստեղ կա եւ սուբյեկտիվ հանգամանք, բայց նաեւ բավականին այսպես օբյեկտիվ իհարկե նաեւ հանգամանքներ նույնպես
կային, բայց նաև չմոռանանք իհարկե, որ այնուամենայնիվ այս ամբողջ գործընթացը ինքը այնպես չէ, որ հենց միայն Թրամփի այսպես իշխանության գալուց հետո է սկսել, մենք նախորդ նաև տարիներին տեսնում էինք, որ այնուամենայնիվ կա որոշակի այսպես համաձայնությանը, փոխհամաձայնությանը գնալու միտում, իհարկե այստեղ ավելի շատ մենք տեսնում էինք միշտ կառուցողական դիրքորոշում Հայաստանի կողմից, Ադրբեջանի կողմից տեսնում ենք տարբեր բաներ, կառուցողականից մինչև շատ ծայրահեղ ապակառուցողական, բայց այնուամենայնիվ ուզում եմ ասել, որ կողմերը որոշակի արդեն կապիտալ էին, այսպես ասած, կուտակել եւ այդ կապիտալը կարելի ասել, որ իր դերը նույնպես ուրեմն խաղաց, հա, այսինքն շատ տարբեր գործոններ այստեղ բնականաբար կան, նաև չմոռանանք ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա, հա, ռուս, չգիտեմ, ադրբեջանական հարաբերությունների հետ կապված հարցերը եւ այլն, այսինքն սրանք էլ են որոշակիորեն դեր խաղացել։ Ինչպես միշտ խնդիրը շատ ավելի բարդ է, շատ ավելի բազմաշերտ է, քան առաջի այսքից կարող է թվալ։ Այս առումով պարոն Վարդանյան հետաքրքիր է Էրդողանի հայտարարությունները ըստ էության 26 թվականի մասով եւ նաեւ հայ-ադրբեջանական ուրեմն խաղաղության համաձայնագրի կյանքի կոչման մասով, հա, ի վերջո նա իր գոհունակությունն է հայտնում հայ-ադրբեջանական խաղաղության, այսպես ասած, գործընթացի առաջընթացից, ինչպես ինքն է ասում։ Իմիջիալոց վերջի շրջանում, այսինքն նաև մինչև Թրամփի, այսպես ասենք, իշխանության գալը, մենք տեսնում ենք, որ կա տարբերություն Թուրքիայի հռետորաբանության եւ Ադրբեջանի հռետորաբանության միջև։ Թեև մենք շատ լավ հասկանում ենք, որ նրանք շատ ուրեմն պաշտոնական Բաքուն եւ պաշտոնական Անկարան շատ այսպես փոխկապակցված են, դաշնակիցներ են, եղբայրական հարաբերություններ են եւ այլն, բայց այնուամենայնիվ նաեւ բազմաթիվ հարցերում նրանց մոտեցումները շատ տարբերվում են, սա էլ պետք է մենք նշենք։ Եվ կոնկրետ ուրեմն կոնֆլիկտների լուծման առումով, հայ-ադրբեջանական հարաբերությունների առումով կարծում եմ, որ Թուրքիան վաղուց է, որ ավելի կոնստրուկտիվ էր իրեն պահում, քան ուրեմն Ադրբեջանը եւ նաեւ մենք տեսնում ենք որոշակի սիգնալներ, հա, Անկարայից եկող Ադրբեջանին ուղղված, որ դե պետք է ավելի այսպես դրական մթնոլորտ ձևավորել, ավելի այսպես լուրջ քայլեր իրականացնել խաղաղության ամրապնդման առումով եւ այլն, եւ բնականաբար այստեղ մենք չպետք է նաեւ մոռանանք, որ կոնֆլիկտի կարգավորումից Թուրքիան այնուամենայնիվ այսպես բավականին լուրջ կարելի ասել օգուտներ է ստանում, որովհետև եւ սա, գիտեք ինչ, սա շատ հաճախ օրինակ տարբեր շրջանակների կողմից, ասենք ներկայացվել է որպես այ տեսեք, եթե Թուրքիան դրանից օգուտներ է ստանում, ուրեմն մենք չպետք է գնանք այդ ճանապարհով։ Բա որ ճանապարհով պետք է գնանք։ Կոնֆլիկտի թեժացման, պատերազմի ճանապարհով դրանից ենք մենք շահելու։ Ակնհայտ է, որ Թուրքիան խոշոր խաղացող է, հարևան պետություն է եւ բնականաբար տնտեսական նաեւ շահեր օգուտներ են ստանում։ Իհարկե նրա դերակատարությունը տարածաշրջանում այս արդյունքում բնականաբար ամրապնդվելու է, բայց փաստը այն է, որ կոնկրետ նրա այդ այսպես ասած կառուցողական դիրքորոշումը նպաստում է խաղաղությանը, նպաստում է ապաշրջափակմանը եւ նպաստում է նրան, որ փաստորեն նաեւ Բաքվում, այսպես ասենք, լուրջ նաեւ ընկալեն այդ ամեն ինչը, այսինքն տեսնեն, որ իր այդ խոշոր կարևոր գործընկերը սպասելիքներ ունի, հա, եւ սա էլ է իրեւ կարծում եմ դեր խաղացել եւ իհարկե նաեւ շատ առումներով, գիտեք ինչ, Բաքուն հասկանալի է, որ Ադրբեջանը որպես պետություն ի համեմատ Թուրքիայի աշխարհաքաղաքական առումով պակաս դերակատարություն ունի, բայց նաեւ մենք չպետք է մոռանանք, որ ընդհանուր առմամբ Թուրքիան նաև
բազմաթիվ առումներով կախում ունի Ադրբեջանից։ Օրինակ, հենց Պարզ բան է, չէ՞, որ ով է նավթ արդյունահանում, որ երկիրը։ Եվ պարզ է, որ այս առումով նա կարող է որոշակի այսպես լուրջ ազդեցություն ունենալ Թուրքիայի վրա, հա, եւ Ադրբեջանը բնականաբար այս հանգամանքն է օգտագործում եւ կարծում եմ, որ այն հանգամանքը, որ այ միջև հիմա օրինակ հայ-թուրքական սահմանը փակ է մնում, թեև մենք տեսնում ենք, որ այ անընդհատ այդպես Թուրքիայից գալիս են դրական մեսիջներ, նաև պայմանավորված է հենց այդ հանգամանքով, որովհետև Բաքուն այսպես լուրջ ազդեցություն ունի Անկարայի վրա, բազմաթիվ գործիքներ ունի, հիմնական տնտեսական բնույթի գործիքներ ունի, շատ լուրջ ներդրումներ է արել նաև Թուրքիայում եւ այլն, եւ դա օգտագործում է։ Այնուամենայնիվ, հիմա տեսեք, այս ամեն ինչը, այս ամբողջ մթնոլորտը խոսում է այն մասին, որ բազմաթիվ խաղացողներ հետաքրքրված են, խոշոր խաղացողներ, ուժեղ խաղացողներ հետաքրքրված են նրանով, որ տարածաշրջանում կայունությունը ամրապնդվի։ Կայունությունը չի կարող չամրապնդվել, եթե հայ-ադրբեջանական հարաբերություններում առաջընթաց չլինի։ Եվ կան սպասելիքներ այս առումով, հա, շատ-շատերի կողմից։ Որոշներ ունեն որոշակի մտահոգություններ, բնականաբար այդ մտահոգությունների փարատման ուղղությամբ նույնպես պետք է աշխատանք կատարվի եւ կարծում եմ արվում է այդ աշխատանքը, հա։ Մենք տեսնում ենք, չէ՞, որ մինչև հիմա օրինակ Իրանից որոշակի այսպես շրջանակներից որոշակի մտահոգություններ դեռևս հնչում են եւ բնականաբար դա այլ նորմալ է, այս ամեն ինչը, բայց պետք է բնականաբար այդ ամեն ինչի հետ աշխատել եւ Ռուսաստանի այստեղ գործոնը նույնպես, այսինքն հնարավոր այդ դեստրուկտիվ նրա գործողությունները նույնպես կարելի է առնվազն մեղմել, հա, ելի որոշակի այսպես հնարավորին շահավետ ինչ որ պայմաններ առաջարկելով եւ որոշակիորեն ցույց տալով, որ այսինքն օրինակ Ռուսաստանն էլ կարող է օգտվել այս ամեն ինչից եւ պարտադիր չի, որ ինքը որ այս ամեն ինչը այսպես ասած ուղղակիորեն հարվածի նրա շահեր։ Այո, փաստը այն է, որ Ռուսաստանի դիրքերը այս ամեն ինչի արդյունքում տարածաշրջանում թուլանում են, սա փաստ է։ Բայց նաև չմոռանանք, որ դե գիտեք ինչ, հիմա խնդիրն այն է, որ որոշակի ուժերի հարաբերակցություն կա։ Այսինքն Ռուսաստանը ուզի թե չուզի, պետք է հաշվի նստի այս իրողության հետ։ Բայց մյուս կողմից, որպեսզի նա այսպես չշարունակի փնտրել լրացուցիչ գործիքներ վնաս հասցնելու տեսակ առումով, հա, նրան կարելի է ինչ որ կերպ նաև շահագրգռել, որ ինքն էլ կարող է շահել։ Եվ այս բոլոր խոսակցությունները, որ տեսեք, խաղաղության խաչմերուկ, հա, որ այ բոլորը կարող են օգտվել սրանից։ Եվ նաև Հայաստանի իշխանությունների, չգիտեմ, ասենք այցերը օրինակ Ռուսաստան, հա, կամ այն դիսկուրսը, որը այսօր տարվում է, որ մենք որևէ մեկին վնասելու որևէ գաղափար չունենք, որևէ միտում չունենք, որ հակառակը, այսինքն Հայաստանը կարող է դիտարկվել որպես մի տարածք, որտեղ տարբեր պետությունների շահերը կարող են հատվել, նույնիսկ հակամարտող պետությունների եւ այլն, այս ամեն ինչի մասին է նաեւ խոսում։ Պարոն Վարդանյան, տեսեք, մինչ դուք խոսում եք ուրեմն այս կարևոր ուրեմն ձեռքբերումների մասին, հայտարարությունների մասին, այստեղ ընդդիմությունը օրինակ նույն բենզինի հետ կապված հիշում եք ինչպիսի աղմուկ էր բարձրացրել, ասում են դուք օգնում եք, որպեսզի ըստ էության Բաքուն այս գումարներով, Հայաստանի գումարներով զինվի, զինի իր զինված ուժերը, բանակը եւ այլն։ Դա, այո, դա շատ հին, այսպես ասած, պատմություններ, հին նարատիվ է։ Հետևյալը կարող եմ ասել, որ գիտեք, ոչ միայն մեր տարածաշրջանի կոնֆլիկտներին վերաբերող, այլ ընդհանրապես բոլոր տեսակի կոնֆլիկտների թեժացման փուլերում ընդհանուր առմամբ դա ընդունված պրակտիկա է առևտուր չանել կամ չգնել
հակառակորդ պետության ապրանքները եւ այլն եւ այլն։ Առևտուր չանել հակառակորդ պետության հետ կամ հնարավորինս նվազեցնել այդ ամեն ինչը, դա ընդունված պրակտիկա է։ Ես չեմ կարող ասել որքանով է դա արդյունավետ եւ այլն, բայց այսպես ամենայն թեժ կոնֆլիկտի ժամանակ, պատերազմական գործողությունների ժամանակ դա կիրառվում է։ Բայց մենք պետք է հասկանանք հետեւյալը, որ մենք հիմա նախաստորագրել ենք խաղաղության պայմանագիր։ Մենք հիմա խոսում ենք այն մասին, որ մենք գնում ենք դեպի, այսպես ասած, խաղաղության ինստիտուցիոնալիզացիայի ճանապարհով։ Մենք գնում ենք այն ճանապարհով, որ այդ խաղաղությունը անշրջելի լինի, հա, հնարավորինս ամուր լինի, որտեղ հասկանում ենք, որ դեռևս նոր է այս ամեն ինչը։ Դեռևս պայմանագիրը ստորագրված չէ, հասկանալի է, դեռևս սահմանները փակ են եւ այլն, այսինքն այնպես չի, որ արդեն բոլոր խնդիրները լուծվել են, բայց այնուամենայնիվ մենք գնում ենք այդ ճանապարհով, այլ տարբերակ մենք ունենք արդյոք։ Բա որ ճանապարհով գնանք։ Կոնֆլիկտի թեժացման ճանապարհով, նոր պատերազմ ստանալու ճանապարհով եւ բնական է, որ եթե մենք խոսում ենք այն մասին, որ նորմալիզացնում ենք հարաբերությունները եւ փորձում ենք այդ խաղաղության օրակարգը, հա, այդ մոթայիկ բառը ասեմ, առաջ տանել, եւ բնականաբար պետք է մենք փորձենք որոշակի առևտրային արդեն հարաբերություններ այսօր հաստատել։ Մեր երեկվա շատ այսպես ողերիմ, հա, հակառակորդի հետ եւ նաեւ գիտեք ինչ, այդ ամեն ինչը, այդ առևտուրը, այդ կապերը իրենք ինքնին տարատեսակ հնարավոր, չգիտեմ, էսկալացիաների համար զսպիչ գործոն են նաեւ։ Դա նաև փոխկապակցվածություն է առաջացնում։ Մարդիկ սովորում են արդեն այդպես ապրել, որ ձեռնտու է ավելի առևտուր անել, այլ ոչ թե կոնֆրոնտացիայի գնալը։ Այս ամեն ինչը դրա մասին է։ Եվ վերջը սա նաև ինչ է։ Սա նաև դիվերսիֆիկացիա է։ Այսինքն, երբ որ դու կախված չես ինչ որ մեկ կենտրոնից, որը կարող է քեզ վնասել, եթե ցանկանա, օգտագործել այդ կախվածությունը քո դեմ, սա է նաև։ Սա չի նշանակում, որ մենք հիմա կախված ենք լինելու այլ սուբյեկտից, ոչ։ Ինչպես բազմիցս է նշվել, բազմաթիվ սուբյեկտներից փոքր քիչ կախվածությունները հանգեցնում է ըստ էության քո սուվերենության ամրապնդմանը, որովհետև դու մանևրելու հնարավորություններ ես ունենում։ Որովհետև եթե այս ուղղությամբ ինչ-որ խնդիր լինի, դու կարող ես միանգամից տարբեր այլ ուղղությունների վրա ավելի շատ կենտրոնանալ եւ օգուտներ ստանալ եւ առնվազն մինիմիզացնել վնասները, հա։ Սրա մասին է այս ամեն ինչը եւ այս ամեն ինչը չտեսնել դա ուղղակի նշանակում է, որ չգիտեմ, կամ չուզենալ, կամ էմոցիաները այնքան ուժեղ են, տրավման այնքան ուժեղ է, սա օբյեկտիվ բան է։ Մենք սա պետք է հասկանանք, որ այո, կա տրավմա։ Եվ այդ ամեն ինչը, այսինքն էմոցիաները, տրավման, ատելությունը եւ այլն, այս դեպքում թույլ չի տալիս այդ մարդկանց սթափ նայել իրավիճակի։ Մտածել իրական շահերի մասին, պետության շահերի մասին։ Պարոն Վարդանյան, բայց նաև ասում են, իսկ այ օրինակ ադրբեջանական շուկայի համար մենք որքանով ենք հետաքրքիր, այսօր վարչապետ օրինակ ասում էր, որ հույս ունի Հայաստանից դեպի Ադրբեջան էլ արտահանում կլինի, այ ինչպես ավելի հետաքրքիր դառնալ։ Գիտեք ինչ, սա արդեն նախ տնտեսագետների նաև գործն է սա, հասկանալի է, որ շուկայի առումով, գիտեք ինչ, շուկան ինչ է ըստ Շուկան այնպիսի մի բան է, որտեղ պետությունը շատ հաճախ, շատ քիչ դեր ունի, շատ քիչ մասնակցություն ունի։ Այսինքն շուկայում խաղացողները մասնավոր ընկերություններ են սովորաբար, կամ շատ հաճախ, կամ մեծամասամբ, եւ այդ մասնավոր ընկերությունները իրենք են էլի որոշում արդեն ինչն է շահեկան, ինչն է պակաս շահեկան, եւ այլն եւ այլն։ Հիմա պետությունը կարող է ստեղծել պայմաններ, ստեղծել մթնոլորտ, ստեղծել, չգիտեմ,
վարչարարության տեսակետից, այսպես ասած, լավ պայմաններ եւ այլն եւ հարկային դաշտը ավելի բարելավել, մաքսային ծառայությունները ավելի բարելավել եւ այլն, բայց վերջի վերջո, այո, պետք է տնտեսվարող սուբյեկտները հասկանան իրենց համար ինչն է շահեկան, ինչը ոչ։ Բայց ակնհայտ է այստեղ, որ միայն արդեն այն հանգամանքը, միայն աշխարհագրական մեր դիրքը արդեն իսկ հուշում է այն մասին, որ տարատեսակ պետություններ չեն կարող շահագրգռված չլինել մեր հետ լավ հարաբերություններ ունենալ եւ նաեւ այսպես ասած մեր շուկան օգտագործել, մեր տրանզիտային հնարավորությունները օգտագործել եւ այլն, ակնհայտ է ուղղակի սա։ Շնորհակալ եմ, պարոն Վարդանյան։ Ես եմ շնորհակալ։ Ես զրուցում էի քաղաքագետ, հայկական խորհրդի ասոցիացված փորձագետ Էդգար Վարդանյանի հետ։ Կարճատև դադար է մեր եթերում։ Ասել էինք, չէ, դեկտեմբերը նվերաշատ է։ Մինչև դեկտեմբերի 31-ը Fast Bank-ի ցանկացած վիզա ակնքարտով գնիր ֆիլմի 1 տոմս Cinema Star-ի Dalma եւ Rio մոլերի մասնաճյուղերից եւ երկրորդ տոմսը ստացիր նվեր։ 2 տոմս, 2-ը նվեր։ Եվ այսպես շարունակ։ Եթե չունես վիզա ակնքարտ, պատվիրիր Fast Bank Mobile-ով։ Դե ինչ, բարի դիտում։ Կառավարությունը հողային օրենսգրքում փոփոխություններ կատարեց, այսուհետ համայնքային ու պետական հողերը մայրաթոռին եկեղեցիների շինարարության ու սպասարկման համար կտրամադրվեն ոչ թե անհատույց սեփականության իրավունքով, այլ միայն անհատույց օգտագործման իրավունքով։ Օրենքի նախագծի հիմնավորում չի նշում, թե ինչու է այս փոփոխությունն իրականացվում։ Միջգերատեսչական քննարկումների ընթացքում սա ֆիքսել է նաև Արդարադատության նախարարությունը, շեշտելով, որ ներկայացված հիմնավորումից հնարավոր չէ լիարժեք ձևով գնահատել նախագծի ընդունման նպատակահարմարությունը,
քանի որ բացակայում են ընթացիկ իրավիճակի, խնդիրների, կարգավորման նպատակի ու ակնկալվող արդյունքի համապատասխան վերլուծությունները։ Օրենքի նախագծի հեղինակ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը այս կարգավորման հիմքում դրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի 23 թվականի ապրիլին Տավուշում կայացած մի խորհրդակցության հանձնարարական, ըստ որի պետք է քննարկել ընդհանուր օգտագործման արոտավայրերով զբաղեցված հողամասերի սեփականության իրավունքով փոխանցման սահմանափակումների նպատակահարմարության հարցը։ Ըստ Արդարադատության նախարարության նշված նախագիծը որևէ կերպ չի անդրադառնում վերնշված կարգավորումներին։ Արդարադատության նախարարության դիտարկումներից հետո նախագծի հիմնավորումներից այս մասը անվել է։ Կառավարության կողմից բերված կարգավորումը չի կարող վերաբերել մինչ այս պահը մայրաթոռին հանձնված հողերին։ Ըստ էության կառավարությունն այլևս սեփականության իրավունքով ու անհատույց հողեր չի տա հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն, այլ կկնքի անհատույց օգտագործման պայմանագիր դրա կողմերի իրավունքներով, պարտականություններով ու ժամկետներով։ Մայրաթոռի հիմնադրած շողակաթ հեռուստաընկերությունը նույնպես կլուծարվի, որոշումն ընդգրկված էր կառավարության այսօրվա նիստերի չզեկուցվող հարցերի շարքում։ Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ հոգևոր մշակութային հանրային հեռուստաընկերության լուծարումը պայմանավորված է տեսալսողական մեդիայի մասին օրենքում այս հոկտեմբերին ընդունված փոփոխություններով, որոնք դարձել են իրավական հիմք ընկերության գործունեության դադարեցման համար։ Քաղաքացիական պայմանագրի պատգամավորների հեղինակած օրենքով շողակաթը դուրս էր թողնվել հանրային հեռարձակողների շարքից։ Մինչ այդ պետական միջոցների հաշվին հեռարձակվում էին հանրային հեռուստաընկերությունը, լրատվական ալիքն ու շողակաթը։ Իշխանական պատգամավորները հիմնավորում էին, թե 3 հեռարձակվողի դեպքում պետական միջոցները արդյունավետ չեն ծախսվում, դիտումները ցածր են, որակը նույնպես։ Մինչդեռ ընդդիմությունը համոզված է, որ շողակաթը եթերազրկելու պատճառը կաթողիկոսին գահանքեց անելու վարչապետի արշավ։ Կառավարության որոշման պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը ընկերության լուծարման աշխատանքներին իրականացնելու նպատակով լուծարման հանձնաժողով պետք է ստեղծի։ Կառավարության չզեկուցող հարցերի շարքում էր նաև մայրաթոռի անհատույց սեփականության փողեր չտալու նախագիծը գործադրի որոշմամբ այսուհետ համայնքային ու պետական հողերը մայրաթոռին եկեղեցիների շինարարության ու սպասարկման համար կտրամադրվի ոչ թե անհատույց, այլ միայն անհատույց օգտագործման իրավունքով։ Հունվարից ուժի մեջ մտնող առողջապահական համընդհանուր ապահովագրությունը արդեն իրողություն է, ես գալիս եմ այն համոզմունքին, որ իդեալի ձգտումը մեզ բերում է անգործության, տանում է փակուղի, գցում է միֆերի մեջ։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց վարչապետը, հասկացանք, որ երբեք էլ պատրաստ չենք լինելու, մենք ուզում ենք իդեալական պատրաստ լինենք, որ ունենանք Mercedes S600 սենց անենք ու համակարգը սկսի, բայց Mercedes S600-ի մակարդակի մի բան կառուցելու համար պիտի գոնե մի Զապորոժեց կառուցելու փորձ ունենանք։ Չի կարա այդպես լինի, որ միանգամից այդ կետից սկսենք, հավելել է վարչապետը։ Շատ կարևոր է, որ հանրությունը նույնպես, ոչ միայն կառավարությունը, հանրությունը նույնպես նոր ձևավորվող համակարգի նկատմամբ ունենա նույն վերաբերմունքը, դա իրանն է, դա կառավարությանը չի։ Այս համակարգը, որ մենք ներդնում ենք, դա կառավարությանը չի, դա քաղաքացիներինն է։ Եվ հետևաբար պետք է նաև որոշակի ըմբռնում ձևավորվի։ Հաջորդը, հիմա ես համոզված եմ, ինչ եմ ասում, ցանկացած էլի իմ համոզմունքը, բարեփոխումը միջև չհանդիպի իր խնդրին, ինքը կենթանություն չի ստանալու։ Ելնելու են խնդիրներ, աշխատանքային, կազմակերպչական, տեխնիկական եւ այլն եւ այլն։ Հիմա սոցիալական ցանցերում փոթորիկներ մեծ հավանականությամբ չեն լինի ավելի լավ, բայց համոզված եմ, որ առիթ կօգտագործեն նաև, որ դա ապոկալիպսիս չի։ Ես հավաստիացնում եմ։ Այն բանը, որ այսինչ կայքը 10 վայրկյան ուշ բացեց, դա չի նշանակում, որ երկիրը կործանվում է, դա չի նշանակում, որ աշխարհը քանդվում է, դա չի նշանակում, որ կյանքը ավարտվում է։ Փաշինյանը նաև խնդրել է 26 թվականի հունվարի 1-ից հիվանդանոցները չգրոհել։ Սիրելի 1.600.000 քաղաքացիներ, խնդրում ենք հունվարի 1-ից առողջապահական հիմնարկները չգրոհել։ Սա առողջապահական համակարգի սև ուրբաթը չէ, ոչ բժշկական հաստատություններն են փախնելու, ոչ էլ կառավարությունը, հավելել է նա։
Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է վաղ շաբաթի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի եւ նրա ընտանիքի անդամների վերաբերյալ քննությունը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին դատարան փոխանցելու համար։ Պարզվել է, որ Դիանա Գասպարյանը ամուսնու Արամայիս Միրզոյանի, Սկեսրայր Աշոտ Միրզոյանի եւ Սկեսուր Ռուզաննա Ասատրյանի օգնությամբ չարաշահել է պաշտոնական լիազորությունները, վնաս պատճառելով պետությանն ու համայնքի շահերին։ Բացի այդ, նրանց գործողություններով հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքեր։ Նախաքննության ընթացքում ոչ ոք չի կալանավորվել։ Ավելի վաղ պարզվել էր, որ Գասպարյանը համայնքի անունից 13.6 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել Սկեսրայր Աշոտ Միրզոյանի հետ գազ գնելու համար։ Նրա ամուսնու ծնողները նույնպես ներգրաված են եղել ապօրինի շինարարության սկանդալում, իսկ Արամայիս Միրզոյանի հայտարարագրերում հայտնաբերվել են եկամուտների ու գույքի անհամապատասխանություններ։ Ընտանիքին կապված վերջին դեպքը Սկեսրայրին պատկանող գազալցակայանում տեղի ունեցած սպանություններ։ Դիանա Գասպարյանը պաշտոնից հեռացել է մայիսին, ասելով, որ 7 տարվա աշխատանքից հետո ուզում է ժամանակ հատկացնել ընտանիքին։ Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Գասպարյանը նպատակ է ունեցել Էջմիածնի Տերյան փողոցում համայնքային հողամասը դարձնել ընտանիքի սեփականություն։ Այդ նպատակով կազմակերպվել է ձևական աճուրդ, որտեղ Սկեսրայրի հանձնարարությամբ ու ֆինանսավորմամբ մասնակցել է նրանց հետ կապված անձը։ Արդյունքում 189 միլիոն դրամ շուկայական արժեք ունեցող հողը վաճառվել է 52 միլիոն դրամով միակ մասնակցի կողմից։ Գույքը հայտնվել է ընտանիքի վերահսկողության տակ։ Հետագայում Սկեսրայրը դիմել է համայնքապետարան, խնդրելով գից հողամասը եւս վաճառել։ Գասպարյանը խախտելով օրենքը այն վաճառել է ուղղակի առանց աճուրդի ու ավականու որոշման։ 54 միլիոն դրամ արժողությամբ հողը ուտարվել է 5.5 միլիոն դրամով։ Այն մի քանի անգամ ձևականորեն վաճառվել է ընտանիքի հետ կապված անձանց։ 2 տարի առաջ այդ գույքը 63.5 միլիոն դրամով վաճառվել է Սկեսուր Ռուզաննա Ասատրյանին, որը ներդրել է իր հիմնադրած ընկերությունում։ Հետո Գասպարյանի որոշմամբ հողի գործառնական նշանակությունը փոխվել է հասարակականից բնակելիի, բաժանվել է հասցեների ու տրվել շինարարության թույլտվություններ։ Այս ամենի համար Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության չարաշահման ու խոշոր փողերի լվացման հոդվածներով։ Օժանդակության ու լվացման համար մեղադրվում են ամուսինն ու ծնողները։ Ամուսնուն նաև գույքի չհայտարարագրման համար են մեղադրում։ Նախատեսված է մինչև 12 տարի ազատազրկում։ Եվ այս պահին առաջինի տաղավարում զրուցել է Մարդար Հայաստան կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի հետ։ Պարոն Նորիկյան, բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Գանք վերջից, պարոն Նորիկյան, վաղարշաբթի նախկին ղեկավարը պատասխանատվության կկանչվի վերջնական իր ընտանիքով, թե ոչ։ Ընդհանուր առմամբ այս գործի հետ կապված ինչպիսի գնահատականներ, դիտարկումներ ունեք։ Ես ներկայացրի, թե ինչ մանրամասն Սկեսուր, Սկեսրայր ամուսին ներգրաված են եղել մի ամբողջ այսպես ապօրինի, գոնե հայտարարությունից բաց դարձող գործողություններում, դեռևս չունենք դատավճիռ, բայց նաև վերջում նշեցի, որ թե քանի տարի ազատազրկում է սպառնում, շուրջ 12 տարի։ Ինչպես եք գնահատում։ Շնորհակալություն մեկ անգամ եւս հրավերի համար, բնականաբար նկատի ունենալով, որ ինքս իրավաբան եմ, թույլ տվեք ընդգծել, որ ձեր կողմից մատնանշված անձանց վերաբերյալ քիչ առաջ ձեր կողմից հաղորդված տեղեկությունները, դրանք պարունակում են իրենց մեջ քրեական օրենքով արգելված արարքի հատկանիշներ եւ դասվում են առանձնապես ծանր հանցագործությունների շարքին։ Եվ այստեղ ավելացնելու բան չունեմ, եթե նշված անձանց վերաբերյալ հակակոռուպցիոն դատարանում գործի քննության արդյունքում հիմնավորվի նրանց մեղավորությունը եւ ապացույցների հետազոտումից հետո պարզ դառնա, որ նրանք կատարել են իրենց մեղսագրվող արարքները, բնականաբար պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Այստեղ ավելացնելու բան չկա եւ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Ես մշտապես ելել եմ այն կանխավարկածից, որ Հայաստանի Հանրապետությունում ցանկացած ոք, ով իրավական ներգործության ուրեմն հատկանիշներ պարունակող հանցավոր արարք է կատարել, պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, անկախ դրանից ով է, ինչ տրամաչափ ունի, ինչպիսի ծառայություններ է մատուցել։ Պարոն Նորիկյան, ինչու եմ սա հարցնում, որովհետև այս գործելավոճը կամ այս նման բացահայտումներ լինում են, օրինակ մենք հիշում ենք նախորդ իշխանության ժամանակ, որ պաշտոնյան կամ պաշտոնյաները կարող էին այսպիսի ապօրինություններ գործել։ 18-ից հետո բոլորովին խաղի նոր կանոններ հռչակեցին, հայտարարեցին, բայց փաստորեն կանոնները չեն գործել կամ գործել են տարբեր մարդկանց կողմից
կարելի է ասել, ես մշտապես եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանի կողմից ձեռնարկված պայքարը կոռուպցիայի դեմ ամբողջովին ջախջախվել է, ընկալումը կոռուպցիայի հանրային ընկալումը չի վերացել, հանրային ընկալման մեջ Հայաստանը ցավոք սրտի չի դասում կոռուպցիայի ձեռձերքի, դուք չեք գտնի փողոցով քայլելիս 10-ից 1 կամ 2 մարդով համարձակ կպնդի, որ Հայաստանը կոռուպցիայի ձեռձերքիր է, որ Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի կոռուպցիա կամ համակարգային կոռուպցիա, թեև իշխանությունները տարբեր ձևաչափերով հերքում են համակարգային կոռուպցիայի բացակայությունը, բայց նայեք վիճակագրությունը եւ կտեսնենք, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունները ոչ միայն չեն նվազել, այլ ավելանելու միտում ունեն տարբեր դրսևորումներով։ Այստեղ ի՞նչն է հետաքրքիր նորույթը, եթե անկեղծ ասեմ, ինձ համար նորույթը ընտանեկան ուրեմն կազմով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ձեռք բերելու նորություն է, տեսեք, քիչ առաջ ձեր կողմից մատնանշված ամուսին, մեկ այլ վարույթով Գյումրի համայնքի ղեկավարն է որդու հետ մեղադրյալի դատավարական։ Արդեն ընտանիքներով են, այսինքն ընտանիքներով են դատվում։ Անկեղծ ասած, գիտեք ինչ։ Ես շատ կուզենամ, որ մենք հասնենք մի իրավիճակի, երբ որ իսկապես իրավական պետության փիլիսոփայությունը հաղթի օրենքի գերակայությունը, իրավունքի գերակայությունը գերիշխող լինի բոլոր ոլորտերում եւ մենք օրենքը որևէ մեկին չտեսնի ընտրովիություն չգործադրի։ Այսինքն եթե անձը խախտել է օրենքը, պետք է ենթարկվի պատասխանատվության։ Այստեղ քննարկելու բան չկա, բայց երբ որ տեսնում եմ օրինակ այդ Դիանա Գասպարյանի ֆոնին, երբ որ ես տեսնում եմ այնպիսի հանրահայտ կոռուպցիոնիստերի, որոնց 7 տարի այս իշխանությունը չի կարողանում պատասխանատվության ենթարկի կամ 8 տարի, ես հանգում եմ լրիվ այլ հետևությունների եւ առաջի անգամը չի, որ ես մշտապես ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանի պայքարը կոռուպցիայի սելեկտիվ է այս արդարադատությունը, կարծում եք, պարոն Նորիկյան։ Չկասկածեք, որովհետեւ նաեւ տեսեք համանքի ղեկավարների նկատմամբ դրսևորած վարկագիծը լրիվ ուրիշ հետևությունների է բերել Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից տեղական ինքնակառավարման տեղական ինքնակառավարման մարմինների առանձին ներկայացուցիչների դեմ դրսևորած քայլերը։ Այսինքն ով նկատի ունեք Վանաձոր, Գյումրի, հա, ով Նիկոլ Փաշինյանի կոշիկը չի լիզել կամ լպստել, ուրեմն ինքը պետքա այդ ճանապարհով անցնի կամ որևէ այլ կերպ պատասխանատվության ներգործության միջոցներ գործադրվեն։ Մի քիչ կներեք կոպիտ բառ օգտագործեցի, բայց ցավոք սրտի մեկը չի, երկուսը չի, երեքը չի։ 10-ից ավել համայնքի ղեկավարներ ենթարկվել են քրեական պատասխանատվության, հեռացվել են իրենց պաշտոններից միայն այն բանի համար, որ այս կամ այն կերպ չեն փորձել ուրեմն իրենց տերմիներով օգտագործեն, որովհետև իրենց տերմիներն են ցավոք սրտի ապահովում նաև, չգիտեմ, լսարանի բազմազանությունը, չեն կզել իրենց արժեզը, ինչպես Նիկոլ Փաշինյանը շատ ժամանակ այդ տերմին օգտագործում։ Լավ, պարոն Նորիկյան, իշխանությունը ասում է, որ ըստ էության ընտրովի արդարադատություն չկա, երբ հարցնում ենք, օրինակ, դուք էլ նշում եք, հա, նախկին կոռուպցիոներներին, որոնք հիմա շատ լավ էլ ազատության մեջ են, հարցազրույցներ են տալիս, կամ նրանց որոնց նաև իրենք էին հենց կոռուպցիոներներ հայտարարում, ասում են մենք դատական համակարգի վրա ազդեցություն չունենք, ճնշում չեն գործադրում, նախկին Բաղրամյան 26-ից զանգեր չեն հնչում, դրա համար էլ, բայց նաև կան գործեր, ընթացքի մեջ են, երբ օրինակ հարցնում ենք Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան եւ մյուսների մասին, այսպիսի պատասխան են տալիս, ասում են ընդունում ենք դանդաղել է, բայց ընդունեք, որ մենք երկար ժամանակ ուրեմն փորձել ենք ուրեմն հակակոռուպցիոն դատարան կառուցել, ստեղծել եւ այլն, ընդամենը մի քանի տարի է գործում, առաջիկայում շատ ավելի ուրեմն այսպես ասած շռնդալից բացահայտումներ կլինեն։ Չեք հավատում։ Ես այլևս հոգնել եմ այդ թեմաներով խոսելուց, որովհետև իսկապես դրանք ոչ միայն ժամանակավրեպ են, այլ դրանք հակակրանք են առաջացնում հանրության մոտ։ Մեր հանրությունը շատ լավ տեսնում է, ինքը գալիս է հետևությունների, ինքը հանգել է հետևությունների, այն դատավորությունները, որոնք ընթանում են Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի մասով, դրանք ինքնախապեյություն են, ժողովրդի աչքին թոս փչելու միջոցներ են։ Դրանց արդյունքում ոչ Ռոբերտ Քոչարյանն է պատասխանատվության ենթարկվելու, ոչ Սերժ Սարգսյանը
պատասխանատվության ենթարկվելու այն մեղադրանքները, որոնք իբրև թե առաջադրվել են նշված անձանց, վաղուց դրանց վաղեմության ժամկետները լրացել են եւ ցանկացած պահի նրանց առարկության բացակայության դեպքում այդ վարույթները կարճվելու են եւ հետապնդումները դադարեցվելու են, ուղղակի այս ամեն ինչը ծառայեցվում է քաղաքական նեղ շահերին, ուղղակի միտված են իշխանությունը իր սեփական խնդիրները լուծելուն եւ որոշակի շրջանակներում իրենց սեփական խնդիրները Ինչ նպատակ է օրինակ իշխանությունը հետապնդում, օրինակ սելեկտիվ արդարադատություն գործադրելով կամ այսպես ասած այդ հայտնի կոռուպցիոներներին Նախ ֆունդամենտալ առումով ասեմ, իշխանությունը շահագրգռված չէ իսկապես անկախ անաչառ դատական համակարգ ստեղծելու, որովհետև եթե իսկապես անկախ անաչառ դատական համակարգ, դատաիրավական համակարգ ստեղծվի, այդ դատական համակարգը մի օր անդրադառնալու է իրենց, որովհետև ես չեմ հավատում, որ Հայաստանում նման կառավարման պայմաններում հնարավոր է դատաիրավական համակարգի մասին եմ ես խոսում, որ գլխավոր դատախազը, որը բացառիկ սահմանադրական լիազորություն ունի ընդհանուր մինչև վարչապետի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, այս իրավիճակում գործող դատախազը նման ռիսկ ունենա այս կամ այն չինովնիկի առավելևս վարչապետի ուրեմն նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան մեղադրանք առաջադրելու։ Այսինքն մենք խոսում ենք երազանքի մասին, հետեւաբար այս առումով իշխանությունը նախ շահագրգռված չէ այդպիսի համակարգ ձևավորելու, կրկնում եմ, եւ երկրորդը կա քաղաքական պայմանավորվածություն հստակ նախորդ իշխանությունների առանձին կարգառու ներկայացուցիչների հետ, որ որևէ պարագայում իրանք մնալու են անձեռնմխելի եւ իրանք պատասխանատվության չեն ենթարկվելու եւ նախորդ 8 տարիները լիուլի բավարար է հասկանալու համար, որ նախորդ իշխանությունների հենասյուն հանդիսացող որևէ մեկը որևէ իրական պատասխանատվության չի ենթարկվել։ Շոուներ եղել են, ինչ-որ թատերական ներկայացումներ, չգիտեմ, ինչ-որ մեղադրյալներ են դարձել, ինչ-որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագծման։ Կամ էլ պարզվել է, որ Հայաստանում չեն, հասցրեցին հատել սահմանայել։ Հայաստանում չեն։ Այսինքն մենք գործ ունենք մի ամբողջ իմիտացիոն գործընթաց է։ Դուք արդյունքը գնահատեք, արդյունքում ցույց տվեք, ասեք պարոն Նորիկյան, այս 8 տարիների ընթացքում ISS օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով ISS մարտիկ իսկապես պատժվել են, պատժվել Իշխանությունը ասում է չեք տեսնում, պարոն Նորիկյան։ Տեսեք, չենք տեսնում։ Ասում են հատիկ ներկայացնում ենք, հատիկ առ հատիկ պետությունից գողացածը վերադարձնում ենք։ Այդ երկիրը ոտքի կանգնեցած Սաակաշվիլին ոնց է պատժում։ Գնացեք արդարադատություն Վրաստանում տեսեք։ Այդ է արդարադատությունը։ Պատկերացնում եք, ոչ թե հələ մի պահ պատկերացեք Սահակաշվիլին վարեր այնպիսի քաղաքականություն, որի ընդդիմությունը շվառնած են լիներ։ Պատկերացնում եք, ասենք իսկ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ արել է նման քաղաքական միջավայր ձևավորելու, որի արդյունքում ինքը իսկապես փառահեղ իրավիճակում է։ Պատկերացնում եք, եթե իր ընդդիմությունը այն քաղաքական ուժերն ու առաջնորդներն են, որոնք այսօր մեղադրվում են կոռուպցիա բնույթի այս կամ այն հանցագործությունը կատարելու մեջ եւ այսպես ասած խոցելի վիճակում են, այդ ուժերի գործունեությունը, գոյությունը միայն կամայն ծառայեցվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության երկարատևման։ Պարոն Նորիկյան, ես ներկայացրի կառավարության այսօրվա մի շարք որոշումներ, մասնավորապես կառավարությունը առաջարկեց փոխել Մայրաթոռին հող տրամադրելու կարգավորումը, ես ներկայացրի այսպես մանրամասներ, մեկ այլ որոշում ամբել շողակաթ հեռուստաընկերությունը հունվարի 1-ից չի գործելու, գիտեք, քաղաքացիական պայմանագրի պատգամավորներն էին այդ առաջարկով հանդես եկել, ընդհանուր առմամբ ինչպես է սա գնահատում։ Արդյոք կապ տեսնում եք ուրեմն կաթողիկոս հոգևորականների իշխանություն հակասությունների մեջ։ Այդ հեռուստաընկերության լիցենզիան դադարեցնելով կամ գործունեությունը դադարեցնելով հնարավոր է հասնել ամենայն հայոց կաթողիկոսի գահազրկմանը, սա մեկ, երկրորդը, բայց ինչ խոսք, անկախ այս ստեղծված իրավիճակից, ես ինքս որպես քաղաքացի գտնում եմ, որ եկեղեցու հետ հարաբերությունները պետք է հստակեցվի, պետություն եկեղեցի հարաբերությունները պետք է կարգավորվեն։ Իհարկե մեր սահմանադրությամբ եկեղեցին անջատ է պետությունից եւ մեր պետությունը ճանաչում է հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու այսպես ասած գերիշխանությունը եւ
կարևորությունը, բացառիկությունը, բայց այն ամենայնիվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր եկեղեցին դարից եկող ինստիտուտ է, ժամանակներն էլ փոխվում են, իհարկե չեմ բացառում, որ այո, նրա հետ հարաբերությունները նույնպես պետք է հստակեցվեն եւ այդ առումով նույնիսկ ընդհանուր մինչեւ անհատույց այս կամ այն անշարժ գույքի տրամադրման հարցում։ Ես այստեղ մեծ խնդիր չեմ տեսնում, ավելին ընդգծում եմ, որ ինչպիսի իշխանություն լինի, պետք է որոշակիորեն կարգավորվեն եկեղեցու հետ հարաբերությունները։ Այստեղ, քանի որ բուն է ձեր կողմից մատնանշված օրենսդրական նախաձեռնությանը ծանոթ չեմ կարող հստակ ասել, բայց մեծ հաշվով ես գտնում եմ հետեւյալը, որ ինչպիսի քաղաքական իշխանություն է լինի եւ ինչպիսի եկեղեցու առաջնորդություն է լինի, ինչ որ մի փուլում ժամանակի պահանջից ելնելով նման անհրաժեշտություններ կարող են Պարոն Նորիկյան, մենք տեսնում ենք նաև շատ իրավապաշտպաններ եկեղեցու թափանցիկության, այդ հաշվետվության հարցն են բարձրացնում, որ այստեղ մեծ անելիք ունի նաև արդարադատության նախարարությունը։ Դուք տեսնում եք թափանցիկության։ Ես հստակ ուզում եմ արձանագրել, հայ առաքելական եկեղեցին պետք է ծառայի հայ ժողովրդին։ Հայ առաքելական եկեղեցին դա հայ ժողովրդինն է եւ հայ առաքելական եկեղեցու ներուժը, ռեսուրսները, նյութական միջոցները, հնարավորությունները պետքա ծառայեցվեն Հայաստանի Հանրապետության եւ բարգավաճմանը եւ Հայաստանի Հանրապետությունում բնակվող մեր քաղաքացիների ուրեմն բարեկեցությանը։ Այստեղ ինչ խնդիր կա քննարկելու։ Այսինքն բացարձակ խնդիր չկա։ Կրկնում եմ, հայ առաքելական եկեղեցին, մեր եկեղեցին պետք է ծառայի մեր ժողովրդին։ Որքանով է ծառայում, պարոն Նորիկյան, ունեք այստեղ հաշտեք այս գործընթացների հետ եւ ինչ է անում իշխանությունը, այս գործընթացներն ինչի են հանգեցնելու առհասարակ։ Անկախ ուզում են Նիկոլ Փաշինյանը հաղթի, ուզում է Կաթողիկոսը հաղթի, իրենց հաղթանակի պարտության արդյունքում դժվարել է մեր ժողովուրդը, որովհետև ես չեմ կարծում, որ այս գզվրտոցից շահելու է Հայաստանի Հանրապետությունը կամ շահած է դուրս գալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Քանի որ դուք ասում եք եկեղեցին ծառայում է մեր ժողովրդին, թե ոչ, այստեղ ֆունդամենտալ հարց է, որովհետև ունի իր առանձնահատկությունը մեր եկեղեցին։ Այ եթե Հայաստանի Հանրապետությունում միայն հայ առաքելական եկեղեցին գործունեություն ծավալեր, ես դրա պատասխանը կունենայի, բայց քանի որ մեր պատմության, մեր ժողովրդի կենսագրությունը մեզ տվել է մի այնպիսի իրավիճակ, որ հայ առաքելական եկեղեցին սփռված է ամբողջ աշխարհով մեկ, օրինակ մենք Կոստանդնուպոլսում ունենք հայոց պատրիարքություն, Երուսաղեմում ունենք պատրիարքություն, Անտիլիասում ունենք կաթողիկոսություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներում ունենք թեմեր, առաջնորդություններ եւ աշխարհի տարբեր բազմաթիվ երկրներում ունենք եւ ես այս համատեքստում ես չեմ բացառում, որ տարբեր պետություններ, տարբեր պետությունների հատուկ ծառայություններ, տարբեր պետությունների պետական կառավարման առանձին օղակներ կարող են որոշակի ներգործության միջոցներ դրսևորել կամ հարաբերություններ հաստատել կամ, չգիտեմ, փոխադարձ շահերի համատեքստում ինչ-ինչ կապեր հաստատել հայ առաքելական եկեղեցու առանձին ներկայացուցիչների հետ։ Այդ առումով Հայաստանի Հանրապետության խնդիրը իրոք բարդ է։ Ես պետք է հասկանանք, հայ առաքելական եկեղեցի ասելով մենք ինչ ենք հասկանում, մենակ Սուրբ Էրմիածինը չի, այդտեղ ամբողջ աշխարհում, սա մեգա հայկական ցանց է։ Խելացի իշխանությունը այդ մեգա հայկական ցանցը կօգտագործեր այդ ներուժը, այդ ռեսուրսը կօգտագործեր հայ ժողովրդի Հայաստանի Հանրապետության բարգավաճմանը։ Պարոն Նորիկյան, բարենորոգելուց հետո իշխանությունը ասում է ես բարենորոգում եմ այս քանդելով չեմ բարենորոգում, կազմաքանդելով չեմ բարենորոգում։ Դա միֆ է, դա ինքնախաբեություն է։ Եթե Նիկոլ Փաշինյանին վերջ երկու ամսվա մեջ անդադ ասում եմ, նույնիսկ հաջողվի Գարեգին երկրորդին գահազրկել, չգիտեմ ինչ անել, վռնդել Հայաստանից, Էջմիածնից, չգիտեմ Մայրաթորից, դրանով Հայաստանի Հանրապետությունը չի ուժեղանալու, իր դիրքերը չեն ուժեղանալու, հայ առաքելական եկեղեցին չի առողջանալու,
ի վերջո մետաստազը մենակ այդտեղ դրված չի։ Մենք սա գլոբալ խնդիր է։ Մենք պետք է երբ որ ուզում է առողջացնել, Նիկոլ Փաշինյանը մինչև քանդելը, մինչև կազմաքանդելը, մինչև կաթողիկոսին այնտեղից վռնդելու գործողություններ իրականացնելը, որի սահմանադրական իրավունքը չունի, ինքը պետք է ներկայացնել մեր ժողովրդին նախ ախտորոշում է, հիվանդություն է, առողջացման ծրագիր է եւ երկրորդ ասել ժողովուրդ ջան, ես դրա իրավունքը չունեմ, մենք պետք է գտնենք մեխանիզմներ, որ եկեղեցին ինքը իր ներսում, իր ներսից սկսի առողջացման process-ը։ Իսկ որ եկեղեցու ներսում կան խնդիրներ, բնականաբար կան եւ ես դա չեմ հերքում եւ իսկապես առողջացնելու լուրջ անհրաժեշտություն է զգում նաեւ եկեղեցին։ Պարոն Օրիկյան, եթե զրույցն ամփոփենք այս առումով ինչպիսի զարգացումներ եք տեսնում 26-ին ընդառաջ մի կողմից հիբրիդային գրոհներ են Եվրամիությունը կաջակցի այդ հիբրիդային գրոհների դեմ պայքարելու համար մյուս կողմից տարբեր քաղաքական այսպես խմբեր ուժեր են ձևավորվում, նախաձեռնություններ են ձևավորվում, այս ընտրապայքարը շատ ավելի բարդ է լինելու քան նախորդը։ Ի վերջո մենք այլ որակի խորհրդարան ենք ունենալու, ինչպիսին են ձեր ակնկալիքներն ու սպասումները։ Իշխանության համար պայքարը միշտ բարդ է, բայց ես վերջերս սկսել եմ մտածել, որ Հայաստանում 2026 թվականին ոչ թե իշխանության համար պայքար է լինելու, այլ պայքար է լինելու Հայաստանի համար, որովհետև ցավոք սրտի Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները ոչ այնքան միտված են Հայաստանի ռազմավարական խնդիրները լուծելուն, այլ դատելով քաղաքական օրակարգ թելադրող քաղաքական ուժերի պայքարի տոնայնությունից, շեշտադրումներից եւ բնույթից ինձ մոտ ակամա ձևավորվել է մի համոզմունք, որ Հայաստանի այդ քաղաքական ուժերը սպասարկում են այս կամ այն աշխարհակաղակական կենտրոնների շահերը, դարձել են նրանց ձեռքին խամաչիկներ եւ պայքարը ոչ թե նրա համար է, թե Հայաստանը 2031 թվականներին ինչպիսի զարգացման ուղեգիծ կունենա, այլ թե նրա համար է, թե Հայաստանում Ռուսաստանի ազդեցությունը կթուլանա կամ կուժեղանա, թե Արևմուտքի ազդեցությունը կուժեղանա կամ կթուլանա։ Այսինքն ոչ թե մեր ժողովուրդը մասնակցելու մի քաղաքական process-ի, որի արդյունքում ցկտելու է ունենալ ավելի լավ իշխանություն կամ ունենա ավելի լավ քաղաքական կառավարման համակարգ կամ քաղաքական վերնախավ, այլ դատելով այս քարոզչական, ուրեմն տեղեկատվական հիբրիդային հարձակումների բնույթից, ես եկել եմ այն համոզման, որ խնդիրը հետևյալն է, այս ռեգիոնում Ռուսաստանը կհաղթի, թե Արևմուտքը, թքած թե Հայաստանն է պարտվել, թքած թե որ հայ ժողովուրդն է պարտվում, թքած թե որ ժողովուրդը որպես քաղաքական գործոն դադարել է քաղաքական գործոն լինելուց, ոչ ոք չի խոսում կամ մտածում Հայաստանակենտրոնության դիրքերից, այլ նայեք քաղաքական ուժերի դիրքավորումները կտեսնեք, մի մասը ասում է պետք է Ռուսաստանին վռնդենք, մի մասը ասում է պետք է Արևմուտքին վռնդենք, ռուսամետ ու արևմտամետ քաղաքական ուժերի պայքարի արդյունքում չի կարող Հայաստանը շահած դուրս գալ, հայ ժողովուրդը շահած դուրս գալ, իսկ իշխանության բալանսավորման կամ բալանսավորող քաղաքականություն իշխանության երբեք մենք չենք ունեցել այսքան խուրեն եւ անհավասարակշռված քաղաքական իշխանություն, ճիշտ հակառակը, գործող իշխանությունը ամեն ինչ արել է Հայաստանի քաղաքական կյանքը բորշ դարձնելու, ինչ որ խառնաշփոթ քաոսի վերածելու, ուրեմն ոչ մի մենք քաղաքական վերնախավ չի արել այդ աստիճան գործունեություն, որի արդյունքում Հայաստանը վերածվեր քաոսի։ Մենք իսկապես քաոսի ենք վերածվել, բայց այնուամենայնիվ ես հույս ունեմ, որ 2026 թվականը թեև ճակատագրական է լինելու, բայց հույս ունեմ, որ մեր ժողովրդի համբերության ծակ բաժակը ի վերջո կբուժվի, մեր ժողովրդի համբերությունը կսպառվի եւ մեր ժողովուրդը իսկապես կձևավորի իրեն արժանապատիվ եւ իշխանություն եւ ընդդիմություն։ Խորապես համոզմունք ունեմ, որ Հայաստանում եւ իշխանությունը պետք է փոխվի եւ ընդդիմությունը պետք է փոխվի։ Այս գործող իշխանությունը եւ գործող ընդդիմությունը սպառել են իրենք մենքը մյուսի ձեռքը բռնած պետք է ազատեն մեր քաղաքական դաշտը։ Շնորհակալ եմ, պարոն Օրիկյան։ Ես եմ շնորհակալ։ Առաջինի տաղավարում զրուցում էի Արդար Հայաստան կուսակցության նախագահ փաստաբան Նորայր Նորիկյանի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել, հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։
Ասել էինք, չէ, դեկտեմբերը նվերաշատ է։ Մինչև դեկտեմբերի 31-ը Fast Bank-ի ցանկացած վիզա ակնքարտով գնիր ֆիլմի 1 տոմս Cinema Star-ի Dalma եւ Rio մոլերի մասնաճյուղերից եւ երկրորդ տոմսը ստացիր նվեր։ 2 տոմս, 2-ը նվեր։ Եվ այսպես շարունակ։ Եթե չունես վիզա ակնքարտ, պատվիրիր Fast Bank Mobile-ով։ Դե ինչ, բարի դիտում։